Տեր օրհնի ձեզ, բարև եմ բոլորիդ, հալելույա, գործ կառաքելոց 3-րդ գլուխ, մեկ օր Պետրոսը և Հովհաննեսը 9-րդ ժամին աղոթքի էին գնում, եկեք չտրվենք մանրամասներին, թե դա որ ժամն էր, Ստեղ կարևոր չի ինձ համար ժամը, ստեղ ինձ համար ուրիշ բան է կարևոր այս տեքստի մեջ, այնտեղ իր մոր որովայնից մի կաղմարդ կար, որ ծնված էր, նրան բերում էին ամեն օր տաճարի գեղեցիկ կոչված դրան մոտ էին դնում, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրի, նա էլ տեսնելով Պետրոսին և Հովհաննեսին, տաճար մտնելու վրա էին, աղաչում և ողորմություն էր խնդրում, որ տային իրեն, իսկ Պետրոսը Հովհաննեսի հետ մեկտեղ նրան նայեց և ասեց, մեզի նայիր, նա էլ նրանց նայեց և հուսում էր, թե նրանցից մի բան պիտի առնի, չէ հա, 100% չէ, Պետրոսն էլ ասեց, արծաթ և ոսկի չունեմ, ապա ինչ որ ունեմ, այն քեզ եմ տալիս, Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ելիր և քայլիր, նրա աջ ձեռքը բռնելով վեր բարձրացրեցին և իսկույն նրա ոտքերի թաթերի կոճերը զորացան և վեր ցատկելով կայնեց և քայլեց և նրանց հետ տաճար մտնելով, քայլելով և ցատկելով և Աստված օրհնելով, YouTube-ում գժվում են բոլորը, ասեմ ամենապիղծ կանալը, որ ես գիտեմ երբևիցե դա TikTok-ն է, ինչքան հայհոյեցին ինձ, ասեմ, որ դուք օծել եք ինձ, հալելույա, և վեր ցատկելով քայլում էր և փառք էր տալիս Աստծուն այս մարդը, երբ որ մենք ստեղ պարում ենք և փառաբանում ենք Աստծուն, բոլորը ասում են, ինչի համար, շատ բաներ կա, որի համար պետք է Տիրոջը փառք տալ, միգուցե պարով, միգուցե ցատկելով, միգուցե ծափերով, միգուցե աղաղակներով, և շատերը չեն հասկանում, ինչի համար, ես ասում եմ բոլորն են աղաղակում, բոլորն են պարում, բոլորն են ցատկում, ասում եմ որտեղ, հարսանիքի տեղը, ֆուտբոլի ստադիոնում, քեֆերում, կնունքներում, ծնունդներում, ամեն տեղ մարդիկ պարում են, Եվ ասեմ 38 վարկյանի ընթացքում մեզ դիտել է կես միլիոնից ավելի դիտում, ընդամենը 38 վարկյան և ցնցել ամբողջ համացանցը, գժվում են, դևերը խառնվել են իրար, շատերը նայում են մեզ ժողովուրդ, կողքինիդ ասա, որ շատերը նայում են քեզ, Քո արևանները նայում են քեզ, քո բարեկամները նայում են քեզ, քո քաղաքացիները նայում են քեզ, քո քաղաքապետը նայում է քեզ, քո ընտանիքը նայում է քեզ, հասկանում եք, բոլորը նայում են քեզ, և սրանք երկուսով իրար հետ գնում են տաճար, և նրանք տեսան մի մարդու, ով նայում էր նրանց, Ինչ որ մեկը նայում է քեզ այստեղ, դու գալիս ես այստեղ և բոլորը նայում են քեզ, ով ալեսում, օգնեք ինձ ժողովուրդ, օգնեք ինձ, որովհետև ես մի հատ ճշմարտություն եմ ասում, որ այդ ճշմարտությունը քո մոտ է, այդ ճշմարտությունը քո մոտ է և նրանք նայում են քեզ, նրանք ակնկալում են քեզանից ինչ որ բան, Նրանք ակնկալում են, որովհետև շատերը նայում են ինձ ու քեզ, ինչ որ բան են ակնկալում, նայիր մեզ ասեց, նայիր մեզ, հասկանում եք, դուք պետք է խոսակ իրանց հետ, դուք պետք է քարոզեք իրանց և ասեք, նայիր մեզ, որովհետև նրանք նայում են քեզ, նրանք ակնկալում են հրաշք, Նրանք ակնկալում են քեզանից օգնություն, նրանք ակնկալում են քեզանից ինչ որ մի օրհնություն, սովորեք ինքներդ օգնել ուրիշներին,
Որովհետև սրանք ասեցին նայիր մեզ, հասկանում եք հրաշքը դա չի, որ նրանք գնում էին աղոթքի, հրաշքը նայա, որ նրանք գնում էին միաբան իրար հետ, մեր միաբանությանն են նայում նրանք, իմ ու քո միաբանությանն են նայում նրանք չեն նայում, երբ որ մենք իրար հետ չենք, սովորեք հաղթահարել ինքներդ, նայիր մեզ, ինչ որ մեկին դու պետք է ասես, դու պետք է նայես մեզ, ես չունեմ արծաթ և չունեմ ոսկի, բայց այն ինչ որ ունեմ ես կարող եմ տալ քեզ, ես չեմ կարող քեզ տալ այն ինչ որ ես չունեմ, ես կարող եմ քեզ տալ այն ինչ որ ես ունեմ, Հիսուս Նազովրեցու անունով ելիր և քայլիր, ինչ որ մեկին դուք պետք է իր տեղից հանեք և ասեք ելիր և ինքդ քայլիր, ինչ որ մեկը պետք է օգնի և ասի քայլիր ինքդ, խոսա ինքդ, մարգարեացիր ինքդ, ով է լսում, ասեք ուրիշներին, որ Հիսուսն ասում է ելիր, ելիր, ինչ որ մեկի մոտ գնացեք և ասեք, այսպես է ասում Տերը, ելիր և քայլիր Հիսուսի անունով, ինչ որ մեկի մոտ գնացեք և ասեք, Տերը այսօր եկել է քեզ ասելու, ելիր քո աղքատությունից, ինչ որ մեկի մոտ գնացեք, որոնք նայում են ձեզ և ասեք ելիր քո տկարություններից, ելիր քո ընկճվածությունից, ելիր քո աղքատությունից Հիսուսի անունով և ինչ որ մեկը թող ասի ամեն, ինչ որ մեկը թող ասի ամեն, հալելույա Հիսուս, ելիր և արա այդ բանը, դու կարող ես ասես դա, որովհետև դու չունես արծաթ և ոսկի, դու ունես Հիսուսի անունը, դու ունես Հիսուսի անձը, դու ունես Հիսուսին, դա ամենաուժեղ անունն է, որ կարող ես նրա միջոցով ասել ինչ որ մեկին, դու դուրս ես գալի Հիսուսի անունով, թեպետ և մտածում եք մարգարեությունը կարող է ուրիշի մասին է, բայց մարգարեությունը քո մասին է, որ դու լինես գլխավոր դերում և քո ժամանակն է գալիս, որպեսզի դու մոտենաս և ասես Դևին դուրս արի Հիսուսի անունով, մոտենաս հիվանդին և ասես եղիր բժշկված Հիսուսի անունով, ես ասեմ, որ դուք պետք է խոսակ այդ կրծքավանդակի հետ, ես ասեմ, որ դուք պետք է խոսակ այդ ոտքերի հետ, ես արծաթ և ոսկի չունեմ, ես ոչինչ չունեմ, բայց Հիսուսի անունով ոտքեր եղիր բժշկված, ես արծաթ և ոսկի չունեմ, բայց ես կարող եմ ձեռքերս դնեմ իմ գլխի վրա, կամ ինչ որ մեկի գլխի վրա և ասեմ, ես չունեմ ոսկի և արծաթ, բայց եղիր բժշկված, ինչ որ մեկը պետք է խոսա վերջապես, ինչ որ մեկը պետք է ասի Հիսուսի անունով, դու պետք է խոսաս Հիսուսի անունով, մենք երկար ենք սպասել, որ մեկը կգա, մենք երկար ենք սպասել, որ մեկը կօգնի, մենք երկար ենք սպասել, որ մեկը մեզ ողորմություն կանի, մենք երկար ենք սպասել, որ մեկը կգա և կտա, բայց ես ասում եմ դու չունես այս, դու չունես մյուս բանը, բայց ունես Հիսուսի անունը, դու պետք է խոսաս Հիսուսի անունով, որովհետև Հիսուսի անունը ավելի ուժեղ է, Հիսուսի անունը ավելի մեծ է, Հիսուսի անունը ավելի կարևոր է ժողովուրդ, ինչ որ մեկը թող վեր ցատկի իր գաղությունից և քայլի Հիսուսի անունով, ինչ որ մեկը թող իր կուրությունից բժշկվի հենց հիմա Հիսուսի անունով, ես չեմ եկել այստեղ, որ ինչ որ մեկի ձեռքերի վրա տանեմ, բացարձակ, քավլիցի, ես ոչ մեկին չեմ պատրաստում շալակեմ և ման տամ իմ ամբողջ կյանքում, հասկանում եք ժամանակն է եկել, որ քաշես դուրս, ժամանակն է եկել, որ լինես այդ առաջնորդը և գտնես այդ մարդկանց և ասես, ես քեզ հրամայում եմ Հիսուսի անունով, վեր կաց և քայլիր, ես հիշում եմ մի տարի գնում ենք օդանավակայան և ահա մի մարդ իր շարժասայլակով գնում էր և ի զարմանս մեզ նա գնում էր հետ, նա շարժասայլակին նստած հետ էր գնում և մեծ արագությամբ Վկայա Արտուշը և Մաքսիմ Վալչկովը և ասեց, բրատ, останавливайся, մենք կանգ առանք և ասեց, եկեք դուրս գանք ու աղոթենք ես մարդու համար, մենք ուշանում ենք իդեպ ինքնաթիռից և երբ որ մոտեցանք սկսեցինք աղոթել երեքով, այս մարդը վեր կացավ ու սկսեց քայլել, լսում եք եկեղեցի, այս մարդը սկսեց քայլել,
Եվ անցավ մի 20 օր այդ մարդուն տեսնում ենք քայլում ա նորից այդ փողոցները։ Չէ, դա ձեր հետ չի տեղի ունեցել, դե դա իմ հետ չի տեղի ունեցել, ինչ կարիք կա։ Մերն է, բայց ուրիշինը մեկ պետք չի, որ ուրիշի համար փառք տանք Աստծուն։ Եվ բոլորը չհասկացան։ Եվ բոլորը չհասկացան։ Ես գնում եմ Արմենաստուն ու տեսնում եմ Արմենը տեղով բարձով պարկած է։ Արդեն մի շաբաթ խնդրում ա տանը, որ չիմանա հովը, որ ինքը պարալիզացված պարկած է։ Ինվալիդնի չալիկները, կաստիլներ են գտել ու Արմենը մի ժամում հասնում է այնտեղ 0-0։ Մի ժամ էլ հետ է գալիս, արդեն քնելու ժամանակն է։ Երբ որ ես գնացի, իմ մեջ անկեղծ ասեմ, ես ինչ անում ես մարդը, ես ինչ է կատարվում, ուժս, այդ վիդեոն կա ժողովուրդ, նկարահանել են, դա շինովի չի, դա նկարահանել են, Աստված վեր կացրեց։ Ճիշտ եմ ասել Արմեն, կաստիլները գցեց ու ասեց, այս ինչ բան է։ Այս ինչ է կատարվում։ Սուրբ Հոգին է սա։ Հիսուսն է սա։ Հրաշքները վերադառնում են եւ դու պետք է ասես. «Ելիր եւ ազատ եղիր Հիսուսի անունով»։ Այնպես ոգուց, որ չարչարում է քեզ։ Որովհետեւ նրանք շատերը կարան ինձանից ու քեզանից այնպես բան ակնկալեն, որ մենք չունենք, բայց մենք ունենք ուրիշ բան։ Մենք ունենք ուրիշ տեղ, մենք ունենք ուրիշ զենք, դա Հիսուսի անունն է։ Քշեք մահվան ոգուն, քշեք աղքատության ոգուն, խոսացեք Հիսուսի անունով դրա դեմ, որովհետև դու չունես եւ դու պետք է հրամայես, որ դա փոխվի Հիսուսի անունով։ Եվ քո այդ կատարումը վատ բան է եւ դու պետք է հրամայես։ Գիշերը մղձավանջա լինեմ, ինչ որ մեկը տարապում է, դու պետք է հրամայես Հիսուսի անունով։ Էլի եմ ասում, ես չեմ պատասխանում, որ մեկից շալակս գցեմ ու մանտամ։ Հոգնել եք ձեզանից, հոգնել եք ձեր հենակներից, հոգնել եք ձեր խնդիրներից, ասեք, որ հոգնել եմ։ Գիտեք, զարմանալի բան ասեմ, երբ որ երիտասարդներին ստեղ կանչեցի, այն Կալինոցի կինը վազելով եկավ ստեղ կանգնեց, ասեց ինձ համայել աղոթի։ Յարապ էլի, յարապ։ Շատերը կողքից նայում են, բա երբ պետք է իմ հերթը գա, միգուցե չգա էլ, դու պետք է ինքդ վազես։ Դու պետք է ինքդ քայլես, դու պետք է ինքդ քո ոտքի վրա կանգնես, դու պետք է ինքդ եւ դու կտեսնես, որ քայլելու ընթացքում քո կոճերը ուժեղանում է, քայլելու ընթացքում դու կտեսնես, որ քո սիրտը զորանում է, քայլելու ընթացքում դու կտեսնես, որ քո մենտալնի վիճակը փոխվում է, քայլելու ժամանակ Հիսուսի անունով դա փոխվում է քո կյանքը գլխից մինչև ոտքերի թաթերը։ Ոսկի եւ արծաթ չունեմ, այո, այնինչ ունեմ, նա կարող եմ տալ քեզ։ Դա Հիսուսն է։ Դա Հիսուսն է։ Ինչ-որ մեկ անդեղ վերջում թող ասի փառք ես Հիսուս։ Դա օգնում է։ Մի բան ասեմ, եթե դուք չգիտեք ոչինչ անել, ասեք Հիսուս։ Հիսուս։ Դուք խոսացեք Հիսուսի հետ։ Հիսուսն է դեղը։ Հիսուսն է ազատագրությունը, Հիսուսն է բժշկությունը, Հիսուսն է փրկությունը, Հիսուսն է ուրախությունը, Հիսուսն է խաղաղությունը, Հիսուսն է քո հավատքն է։ Հիսուս անունը ավելի ուժեղ է ժողովուրդ։ Հրամայեք, որ կրոնական ամեն կաղություն գնա ձեր ոտքերից։ Հրամայեք Հիսուսյան, որ կրոնական ամեն դև խավարը թող ծրվի։ Հրամայեք, որ այդ շղթայված կրուգը, շրջանակը քանդվի։ Այն ինչ որ ձեր պարանոցի վրա է խեղդումը, ազատվեք Հիսուսի անունով հենց հիմա։ Ես արձակում եմ այստեղ Հիսուսի անունով այդ ուժը, որպեսզի դուք ինչ որ մեկը այստեղ լինեք ազատ Հիսուսի անունով։
Ինչ որ մեկի վրայից խավարը կոտրվում է հենց հիմա։ Ինչ որ մեկի վրայից հենց հիմա կոտրվում է այդ շղթաները։ Հիսուսի անունով սրտի շրջանում Հիսուսի անունով դա կոտրվում է հենց հիմա։ Հենց հիմա շնչառական օրգանների վրա դա կոտրվում է Հիսուսի անունով։ Ինչ որ մեկի երիկամների մեջ դա տեղի ունենում հենց հիմա Հիսուսի անունով։ Դա քո տեղի չի ունենա։ Դա քո տեղի չի ունենա։ Դու չես ունենա դիալեզ։ Դու չես ունենա ռակ Հիսուսի անունով։ Դու չես ունենա ռակ Հիսուսի անունով։ Դու չես ունենա արտրիտ Հիսուսի անունով։ Հիսուսի անունը, որը նազովրեցին է, նա ավելի ուժեղ է։ Նա ավելի ուժեղ է ժողովուրդ։ Ես խորհուրդ եմ տալիս ընդունեք այդ ազատագրությունները, որովհետև այստեղ դա տեղի է ունենում։ Ինչ որ մեկը վախենում է, որ իր այդ դա տեղի կունենա։ Ես էլ ասում եմ, ես կոտրում եմ այդ վախը։ Ես կոտրում եմ այդ հողը Հիսուսի անունով։ Դա հողը, որ սատանան պատրաստում է, ինչ որ մեկին քաղցկեղով հիվանդացնի։ Ես անիծում եմ Հիսուսի անունով։ Ես անիծում եմ զոբի ամեն հիվանդությունը։ Ես անիծում եմ բրոնխիալ ասթման Հիսուսի անունով։ Այս բայրի մեջ ամեն տեսակի սկլերոզ Հիսուսի անունով։ Հիսուսի անունով թող հեռանա ինձ հիմա։ Ինչ որ մեկը պետք է դուրս գա իր տեղից։ Ինչ որ մեկը պետք է դուրս գա իր տեղից։ Եղիր ազատագրված, եղիր ազատ, եղիր ազատ, եղիր ազատ։ Հենց հիմա դուրս արի, դուրս արի, դուրս արի։ Եղիր ազատ, եղիր ազատ, եղիր ազատ հենց հիմա։ Ես հրամայում եմ հենց հիմա այստեղ, հենց հիմա Հիսուսի անունով, հենց հիմա ամեն մահվան ոգի, հենց հիմա ամեն էպիլեպսիայի դև, Հիսուս նազովրեցու անունով ես շունեմ արծաթ և ոսկի, բայց հրամայում եմ այստեղ ամեն տևի դրսևորվել և դուրս գալ։ Ես հրամայում եմ մահվան տևերին դուրս գալ։ Հենց հիմա ելիր և հաղթիր։ Դու պետք է կանգնես և հաղթես այդ տկարությունը։ Նա պետք է հեռանա քո քոչերից, նա պետք է հեռանա քո սրտից, նա պետք է հեռանա քո երիկամներից, նա պետք է հեռանա քո լյարդից, նա պետք է հեռանա Հիսուսի անունով քո փայծաղից։ Հենց հիմա ամեն քարերը փշրվեն, ամեն քարերը փշրվեն Հիսուսի անունով երիկամների։ Մի հանձնվեք, մի վախեցեք։ Դուք պետք է ինքներդ ձեզ ասեք, Հիսուսն է քեզ ասում սա, որովհետև նա ասեց, ես արծաթ և ոսկի չունեմ, մենք արծաթ և ոսկի չունենք։ Հալելույա, հալելույա, հալելույա Հիսուս, հալելույա Հիսուս։ Դուք պետք է սովորեք ինքներդ ելնել։ Դուք պետք է սովորեք վեր կենակ և դուրս գաք, և այս մարդը վեր կացավ և դուրս եկավ։ Այս մարդը վեր կացավ և դուրս եկավ։ Այս մարդը վեր կացավ և քայլեց Հիսուսի անունով։ Ինչի որ պետք է առաքյալները նրանց գրկեին և հանեին ոտքի ուղղակի, նրանք բռնեցին և ասեցին քայլիր Հիսուսի անունով։ Ես հավատում եմ, որ սա գործում է, ես հավատում եմ, որ սա աշխատում է։ Ես հավատում եմ, որ սա իրական է, ռեալ է սա աշխատում է։ Ահա 2004 թվականը, ահա 2004 թվականը, մի տև տանջում է, ուղիղ տարիներով տանջում է ինձ, մի քանի տարի արդեն, 2004 թիվն է։ Եվ ես արթնանում և ասում եմ, ես գնում եմ աղոթքի, ես դուրս եմ գալիս և քայլում եմ, և ամեն քայլ, որ ես անում եմ դեպի եկեղեցի, և մոտենում եմ եկեղեցու շենքին, և ես զգում եմ, որ այդ թևը սկսում է անհանգստանալ իմ մեջ, և սկսում է ահավոր իրան վատը զգալ, և ինձ թվում է, թե ես հենց հիմա կպատրվեմ, և բեմի առաջ ես ծնկելն ու ազատագրվել եմ մեկ եղա, օգնեք ինքներդ ձեզ դուրս գալու Հիսուսի անունով։ Հալելույա, հալելույա։ Դուք պետք է սովորեք ասեք ուրիշներին, ելիր Հիսուս քեզ բժշկում է, ելիր Հիսուս քեզ ազատագրում է հենց հիմա։ Շատերը կարան քարոզեն, բայց շատերը չեն կարա քահանայություն անեն։ Տարբերություն կա քահանայություն անելու և քարոզելու միջև։
Ես ասում եմ, որ դևերը այստեղ ջախջախվում են, ինչ որ մեկի վրա խավարը ջախջախվում է, դեպրեսիան ջախջախվում է Հիսուսի անունով, այն խոր աղմուկը եւ խավարը որ կա, նա ջախջախվում է այս վայրի մեջ։ Դուրս արի դև։ Դուրս արի դև։ Գիբորեմ բաշադեն։ Բոդինիմ Բոդի շալեմ Նայր մեզ Եվ երիշ Եվ քայլիր Հիսուսի անունով Օրեր առաջ Սա արդեն մի քանի շաբաթ առաջ էր չնայած օրեր առաջ էր մի քանի շաբաթ առաջ ու Աստված գիտի ինչ ան այստեղ ծառայեցին մարդիկ եւ դա հրաշալի էր եւ Աստված գիշերը այցելեց շատ ուժեղ ես արթնացա իմ հազից եւ խեղդվում էի եւ սկսեցի հրամայել Հիսուսյանով մարդ չկա որ քեզ օգնի մարդ չկա դու պետք է ելնես նայիր Հիսուսին եւ սկսեցի հրամայել կրծքավանդակից ուժեղ խփելով դուրս արի Հիսուսի անունով գիտեք այդ խազը մի անգամից կոտրվեց ես հավատում եմ հրաշքներին ժողովուրդ դուք որ ինձ անտարբեր նայում եք այդ ձև սառը հայացքով անհասկանալի Շոկ կրոնական դևերից բռնված դուք կարիք ունեք ազատագրվել ձեր կրոնից հենց հիմա Հիսուսի անունով Ամեն պունտ ես կապում եմ այս վայրի մեջ Ամեն տև որ այստեղ քո վրա է քո մեջ է ես ջախջախում եմ իր իշխանությունը ամեն կոնտրոլ ամեն մանիպուլյացիա ամեն տև որ գալիս է դժոխքից ես անիծում եմ քեզ այս վայրում Միականունն է որ ոսկուց թանկ է Միականունն է որ ոսկուց ուժեղ է եւ նրա պրոբը չի փոխվում Հալելույա Հիսուս Մի փոքր ուսուցում Կարող եք նստել Մի փոքր ուսուցում Ուղղակի սա մի քիչ ռազմին կա Որպեսզի որոշներ երբ որ սկսեք հոգևոր պատերազմել սկսեք հրամայել ձեր մեջի դևերին Նա որ ասում է իմ մեջ դև չկա հենց դա դևն էլ խոսում է Դև ասում է ես այստեղ չեմ Ես այստեղ չեմ սիրելիս Իսկ դու քեզ հույս ես տալիս որ դու ինքը մեկ եք իրար հետ Ռակի ոգին պետք է կոտրվի Հիսուսյանով Այդ միտքը որ այցելում է ինչ որ մեկից ես հանիծում եմ այդ մտքին Անիծում եմ այդ դևին Հիսուսյանով Ռակը քեզ չի սպանելու Հիսուսյանով Ռակը ոգի է եւ նա չի սպանելու քեզ Որովհետև Տիրոջ հոգին կյանքի հոգի է Նա կյանքի հոգի է Նա ինձ ազատել է մեղքի եւ մահվան օրենքից Նա ինձ տվել է կյանք եւ կյանք ավելինով Հիսուսի անունով Լադեր դուք ծովեր եք գնալու Vestibular ապարատը դուք բժշկվի Հիսուսյանով Քո vestibular ապարատը դուք բժշկվի Հիսուսյանով Դու մեզ պետք ես Դու պետք ես ինձ Դա vestibular ապարատն է Հիսուսի անունով Թող լինի բժշկված Հենց հիմա Հերիքա ձեր հավատքը հասկանում եք բավական է քո հավատքը Եթե այդ հավատքը մանանեխի հատի չափ է Հիսուս ասեց գնա եւ խոսա լեռան հետ Մենք գնում ենք ու լեռին պատմում ենք մեր դարդերը Հասկանում եք Մի գնա լեռան մոտ ու պատմի թե ինչքան դու դարդ ունես Գնա լեռան մոտ եւ խոսա նրա հետ Հասկանում եք ինչի մասին է խոսքը Գնա լեռան մոտ տեսել լեռանը ու խոսա դրա հետ Խոսքս չի գնում լալվարի կամ թոդարի մասին Խոսքս գնում է քվարտակին լեռան մասին Հիսուսի անունով ինչ որ մեկը պետք է գնա եւ խոսա լեռան հետ Խոսա թե ինչքան մեծ է Աստված Հավատացեք որ ձեր հավատքը բավական է որ դուք հրամայեք Ես հավատում եմ որ այդ լեռը հուլիս ամսվա մեջ մաշվելու է
Մաշվելու այդ լերը, այդ լերից բան չի մնալու։ Մարդ ասում է, ես չեմ աղոթում ֆինանսների համար, ես չեմ աղոթում, ես խոսում եմ ֆինանսների հետ։ Եվ նրանք գալիս են, եւ ֆինանսները գալիս են, եւ գալիս են, ձեր ֆինանսների համար եմ խոսում։ Գնում եմ լերան մոտ ու ասում եմ, Հիսուսի անունով բաց թող այս ժողովրդին, բաց թող այս ժողովրդին։ Աղքատության դեպ դու պետք է գնաս, դու պետք է թողնես Հիսուսի անունով, ով ես դու, ով մեզ լեր, դու դաշտ ես լինելու։ Ինչ որ մեկի կյանքում դանդաղ մահը տեղի ունեմ, ես անիծում եմ Հիսուսի անունով, դանդաղ մահը կանգնացնում եմ Հիսուսի անունով, որը քեզ պահում է ուղղակի պարալիզացված, եւ քո մտքերը նրանով է ապարուրվում Հիսուսի անունով, մտքերդ պետք է փոխես Հիսուսի անունով։ Դրանք նման են պասաժիրների, որ Ստեփանոց վերցրել ես գյուլակարակ իջացնում ես եւ գյուլակարակ հաջորդ պասաժիրներն ես նստացնում եւ գնում ես դեպի Վանաձոր եւ պետքա Վանաձորի գայ պոստը միջացնես իրանց հետ ուրիշն եւ այսպեսով իրիկունը դու տուն պետքա ասնես եւ քո պասաժիրները հեշտ լավը չեն մեկը մեկի հետևից մտքեր բացասական գիտեք մարդիկ կարող վերցնում ես ճանապարհից ու փոշմանում ես խարոզում ես ուզում են թռչեն պատուհանից դուրը բացեն ու փախչեն Ամեն, ալելույա, դանդաղ մահը պետքա կանգ առնի, հենց հիմա քո կյանքի մեջ, քո մոտ պետքա ծերությունը դանդաղ Հիսուսի անունով, դու չպետք է արագ ծերանաս Հիսուսի անունով, ալելույա, այսօր ստեղից պետքա դու գնաս առանց հիվանդությունների, ես եկել եմ այստեղ, որ նրանց թողամ այստեղ, ամեն, ես եկել եմ թողամ ստեղ, Հենց այս վայրը դրա համար որ ես եկել եմ թողամ։ Ես չեմ եկել ստեղ որ գնամ ստեղից նույն ձևով։ Ես չեմ եկել բերով եւ չեմ ուզում գնամ բերի հետ։ Դարչիչի նման աղ որ ծանր դու կարում ես քո վրա։ Ոտներդ քաշտալով եկել ես, ոտներդ քաշտալով չպետք է գնաս։ Չես գնալու։ Դու պետք է ստեղից վազելով գնաս, ապարելով։ Օթերով պետք է գնաս։ Եղել է որ դու քարոզել եք միտեղ հետո գնաս Քեզ թվացել է օթերով ես գնում, ամպերի վրա, այո, դա սուրբ հոգին է, դու թողել ես այնտեղ ինչ-որ բան, դու թողել ես, մի դառնա և մի վերցնի նրանց հաջորդ օրը Հիսուսի անունով, թող մեկ ընդմիշտ այնտեղ, թողեք այդ բեռը, այս մարդը վեր կացավ և թողեց իր այս ողորմելի վիճակը, պատրի այդ վրիտ այդ ողորմելի բանը, վրայից այդ պատրի Հիսուսի անունով, Մի խղճացեք ձեզ մի ասեք ինձով պետք է օգնի Ինձով պետք է օգնի Հակոբի Աստվածը Հակոբի Աստվածն է օգնելու Հակոբնով է Մեր հայր Աբրահամի թոռը Մեր հոգևոր հավատքի հայրը Հակոբի Աստված իմ օգնականն ասում է Դավիթը Ով է քո օգնականը մի օգնական է չունեմ Մի օգնող է չունեմ Մատիցս մի փուշանող է չունեմ, սա լավ է, ասեք սա լավ է, ալելույա, և Տերը ասես թող լույս լինի և ոչ մեկ չկար, որ տիրոջը օգներ, և եղավ լույս, որովհետև Տերը այստեղ է, և ասեմ, որ Տերը օգնության կարիք չունի, և կարևոր է, որ դու ունենաս հենց իր կարիքը, Երբ որ դու իր կարիքն ունենաս, հավատացեք ինքը ոչ մեկի օգնության կարիք չունի, ինքը կարող է օգնել քեզ, Այ, հիվանդները մնացել են տանը այսօր, հիվանդներ դուք պետք է գաք այստեղ, և ձեր հիվանդություն թողակ և չգնաք տուն, և այդ հիվանդության մտնոլորդը կեղտոտ չտանեք ձեր տուն, հիվանդության մտնոլորդը ծանր է, հիվանդության մտնոլորդը ճնշող է, հիվանդության մտնոլորդը ուղղակի ցավացնող է, դուք պետք է թողնեք այստեղ, ես իմ տնից պետք է դուրս հանեմ դրան, Մի տարի հիշում եմ խոյնը 3 տարեկան էր և օրվա վրա ջերմություն էր, ջերմում էր և չգիտենք ինչ էր տեղի ունենում, ոչ ման չեր օգնում ինչ անում ենք և սկսեցի աղոթել, գնացի առավոտյան աղոթքի և սկսեցի աղոթել Ես հիշում եմ, որ աղաղակում գոռամ, մեկ ժամ ես աղաղակում ու հրամայում եմ, նույն բանն է ասում, Հիսուսի անունով, և Տերը ասեց գնա տուն և ասա դու պետք է լքես այստեղից,
դու պետք է լքես այս տունը, դու պետք է լքես Խորենին Հիսուսի անունով։ Սա շատ դեպքերից մեկն է, որ մենք տեսել ենք հրաշքներ։ Եվ մինչ ես աղոթք էի անում տունը, երբ որ մտա տուն, ասեցի ես եկել եմ, դու պետք է գնաս։ Եվ ինչ որ մի բան, մի մեծ բան, գիտեք ինչի նման էր դա, մի կարող ասեք դա աբսուրդ է դու որ ասում ես, դա ձեր խնդիրն է, հոգևոր աշխարհը մտեք, տեսեք ինչքան ճիճումներ կան։ Ինչքան տարականներ կան, ինչքան անում խանումներ կան, որ ասեն մեծ եւ ցաներ, ստանդարտ շարժերով սկսես դուրս գալ դեպի դուրս, դռնով դուրս գալ, եւ ես սկսեցի ասել արագացրա Հիսուսյանով, արագացրա, հենց իմ արագացրա, խոսացեք ձեր լեռան հետ եւ ասեք արագացրա, արագացրա, որովհետեւ ես սրա հետ չեմ կարող ապրեմ։ Ես ես մտնոլորտում չեմ կարող դիմանալ, սա խեղտող է, սա ճնշող է, սա տխրություն է բեմ, սա տրտմություն է բեմ, սա կոտրում է քո սիրտը, սա գողանում է քո փողերը։ Եվ դու տանում ես բժիշկներին ոչինչ տեղի չունեմ, մեզի նայիր, որովհետև ես չունեմ արծաթ ու ոսկի ժողովուրդ, բայց ինչ որ ունեմ, նա կարող եմ տալ, ելիր եւ քայլիր։ Ելիր եւ քայլիր։ Ինչ որ մեկի աչքերը պետք է բացվի, ինչ որ մեկի ծնկները պետք է բժշկվի Հիսուսի անունով։ Գնաս տեղից այսօր մի տանի այդ հիվանդությունը քո հետ։ Գնա Հիսուսի անունով, մեջքի ցավը թող այստեղ։ Ամեն ռախիտ հիվանդությունը թող այստեղ, ամեն ծուրը մուրը ողնաշա թող այստեղ։ Աստված ուզում է քեզ բժշկել այսօր, հենց հիմա։ Ինչ որ մեկը որ ընդունում է թող ընդունի։ Ինչ որ մեկը թող ընդունում է ընդունի։ Խոսա լեռան հետ, խոսա քո լեռան հետ, մի վախեն ասել, դու ով դեր պետք է լքես ինձ։ Եվ բոլորն ասեն ամեն։ Այստեղ եմ եկել աղքատ, ես տեղից պետք է գնամ փոխված եւ ֆինանսներ պետք է գտնեն ինձ։ Մինչ Սավուղը շրջվեց գնալու գրված ատերը նրան ուրիշ սիրտ տվեց եւ այդ նույն օրը այս բոլոր հրաշքներն տեղի ունեցան։